Աստծո առջև բղծալի է, զզվելի է, այլ կերպ ասած, ատելի է, քարոզախոսության շարքն ենք, չէ՞ սկսել։ Առակաց 6-րդ գլուխ 16-ից 19 համարները։ Այսօր հերթական 5-րդ եւ վերջին քարոզախոսությունը այդ մասին։ Միջև այդ քննեցինք, ինչ բաներ էին Աստծո առջև պիղծ, ատելի։ Եվ նաեւ այս մեկը եղբայրների մեջ կռիվ գցող կամ ցանող մարդը։ Ում է վերաբերում սա։ Երբ որ քննում եք, տեսնում եք հոգևոր եղբայրների մեջ կռիվ ցանող մեկը։ Ցանում են ինչի համար, որպեսզի աճեցնեն այդ կռիվը իրական կռիվ դառնա։ Թե չէ աշխարհի մեջ բոլորովին էլ խորտ չէ, երբ որ եղբայրներ, արյունակից եղբայրներ իրար մեջ կռիվ ունեն։ Այդպիսի դեպքերի հանդիպել եք, թե չէ։ Ասենք, հայրական ժառանգությունը կա, տուն ունեցված եւ այլն չեն կարողանում իրար մեջ կիսեն, հա, որովհետեւ մեկի կինը դավեր է դյութում, ավելին է ուզում, կռիվ է բորբոքում, երբեք համաձայնության չեն գալիս։ Այնքան է ուրեմն պղտորում այդ ջրերը, մինչև երկու հարազատ եղբայրներ իրար հետ դառնում են թշնամի։ Սա տիպիկ մի սցենար եմ ձեզ ասում, հենց որոշակի մարդկանց նկատի չունենք։ Կարող է այդ հակամարտության մեջ լինել, ասենք, եղբայր եւ քույր, չէ՞, կամ երկու քույրեր, նրանք էլ բարի պտուղ չեն, ասենք։ Սակայն բնաբանի նշված այս համարը հոգևոր եղբայրների մասին է եւ սա շատ լուրջ նյութ է։ Իդեպ հենց սկզբից ասենք, հաճախ քարոզիչներ ուղակի նյութեր են պատրաստում կախված եկեղեցում կատարվող իրադարձությունների հետ։ Շատ հասկանալի է, ուրեմն շտկելու համար կամ խրատելու համար, որ այս բաները սխալ են, ուղակի չի ասվում, ընդհանրական է ասվում։ Այսօրվա նյութը մեր եկեղեցում կատարվող որևէ իրադարձության հետ կապ չունի։ Այն մեր հերթական քննարկման նյութն է, ինչպես Աստծո խոսքի մեջ գտանք, եւ Աստծուն փառք ենք տալիս մեր եկեղեցում։ Եղբայրների եւ քույրերի հոգևոր գիտակցական բարձր մակարդակի եւ նաեւ փոխադարձ սիրո հարաբերության համար Աստծուն բյուր փառք կտանք սրա համար։ Անթերի չենք եւ անթերի որևէ եկեղեցի չկա, կատարյալ եկեղեցի չկա աշխարհում։ Եթե մեկը փնտրում է, որ կատարյալ եկեղեցի գտնի, հենց իմիկվանից ասենք, չես գտնելու միջև կյանքիդ վերջ, որտեվ անգամ եթե կատարյալ եկեղեցի լինի ու դու այնտեղ գնաս, քո գնալով այդ եկեղեցին կդառնա անկատար։ Այս նյութի քննարկումը նաև հոգևորապես արթուն եւ զգաստ վիճակի մեջ պիտի մեզ պահի, պիտի խթանի, որպեսզի ավելի մեր մտածողությանը քայլերին ուշադրություն դարձնենք։ Մեր բոլորիս թշնամի սատանայի գլխավոր թիրախներից մեկն էլ քրիստոնեական եկեղեցիների հոգևոր բնականոն ընթացքը խաթարելն է։ Դա իր ձեռագիրն է, ինքը այդ անօրենը անտեսանելի է, սակայն գործում է մարդկանց միջոցով, խորհուրդներով, գործածում է մարդու անձը։ Գիտեք չէ, մարդու սրտի մեջ ինչպիսի մեծ հպարտություն կա, Ադամի բնության մեջ է սա։ Աստված իր խոսքի միջոցով պատռում է սատանայի դիմակը, որպեսզի լավ ճանաչենք այդ անօրենի գործելակերպը։ Հոբ երանելին, գիտեք չէ պատմությունը, ինչերով անցավ եւ Աստծո կողմից անվանվեց երանելի։ Սա զուտ մարդկային տրամաբանության մեջ չի տեղավորվում, ինչպես կարող է մարդ այդպիսի արհավիրքներով անցնել եւ կոչվել երանելի, բայց իրապես երանելի էր, որ այդ ամենով անցավ առանց Աստծո դեմ ապստամբելու եւ վերջում տեսանք, թե Աստված իրեն
ինչ սքանչելիքներ արեց, որ Հոբը այդ պահին ինչով որ անցնում էր չէր տեսնում, հետո տեսավ, թե Տերը բարի է եւ բազմողորմ է։ Եկեք Հոբի գրքից մի քանի համարներ կարդանք։ Առաջի գլուխ գալիս են եւ հայտնում են 10 զավակները բոլորը մահացան։ Ով կդիմանա նման մի լուրի։ Սա սարսափելի մի բան է։ Առաջի գլուխ 20 համարից կարդանք։ Այն ատեն Հոբը ելավ, իր պատմուճանը պատռեց, գլխում մազերը կտրեց եւ գետին ընկնալով ինչ արավ։ Ապստամբեց։ Երկրպագություն արավ։ Ու ասավ. Մորս արգանդից մերկ ելա եւ հոն մերկ ել պիտի դառնամ։ Տերը տվավ, Տերը առավ, օրհնյալ լա Տիրոջ անունը։ Սա նշանակում է իր կյանքի մեջ որքան վստահություն Աստծո հանդեպ, որքան նվիրվածություն, որ Աստված երբեք սխալներ չի անում։ Այս ամենի մեջ Հոբը չմեղանչեց եւ Աստծո դեմ անզգամություն չարավ։ Կարդանք նաեւ երկրորդ գլխից առաջի համարից։ Ուրիշ օրը Աստծո որդիները գնացին Տիրոջ առջև, հին ուխտի մեջ հրեշտակները համարվում էին, անվանվում էին Աստծո որդիներ, ինչպես օրինակ Ծննդոց 6-րդ գլխում եւ Հոբ առաջի գլուխ 6 համար, 38-րդ գլուխ 7 համար։ Ուրեմն գնացին Աստծո առջև։ Սատանան էլ գնաց նրանց հետ։ Տերը ասավ Սատանային. «Ուրկեք ու գա»։ Սատանան պատասխան տվավ Տիրոջը եւ ասավ. Երկրի վրա շրջել են եւ անոր մեջ պտտել են, որտեղ Սատանան ինչ է կոչվում, այս աշխարհի աստվածը փոքրատառով։ Տերը Սատանային ասավ. Իմ Հոբ ծառայիս աղեք ուշադրություն նրիր, երկրի վրա նրա պես կատարյալ, այսինքն աճած հոգեորապես եւ արդար, աստվածավախ ու չարությունից ետ քաշվող մարդ չկա։ Անիկա տակավին իր կատարելության մեջ հաստատ է, թեև դու ուզեցիր զիս համոզել, որ անիկա զուր տեղը կորցնցնեմ։ Սատանան պատասխան տվավ եւ Տիրոջը ասավ. Մորթի տեղ մորթ, այսինքն մաշկի տեղ մաշկ, նաեւ մարդս իր բոլոր ստացվածքը իր կյանքի տեղ կտա։ Բայց հիմա ձերքդ երկնցուր Սատանան Աստծուն է ասում, ու անոր ոսկորին ու մարմնին դպիր եւ պիտի տեսնես, թե ինչպես քեզ պիտի հայոյե։ Տերը ասավ Սատանային. Ահա զանիկա քու ձեռքդ կտամ, միայն թե անոր կյանքը պահե։ Սատանան գնաց Տիրոջ առջևեն եւ Հոբին ոտքի թաթից միջև գագաթ, այսինքն գլուխը գեշ պալարներով զարկավ, ուռուցքներ, պատկերացնում եք մարմնի ամբողջ իր մաշկի վրա ամբողջությամբ։ Անիկա խեցի կտորմը առավ, որպիսի անով քերվի եւ մոխրի մեջ նստավ։ Անոր կինը ասավ անոր. Դու տակավին քու կատարելությանը հաստատ կկենաս, Աստծուն հայոյե եւ մեռիր։ Հոբը ասավ անոր. Դու անզգամ կնոջ պես կխոսիս։ Աստծո ձեռքից միայն բարիք ընդունենք ու չարիք չընդունենք։ Այս ամենի մեջ Հոբը իր շրթունքներով չմեղանչեց։ Ուրեմն սա հակիրճ պատմությունն է։ Ուրեմն ինչ եք տեսնում։ Սատանան Աստծո առջև Հոբից չարախոսում էր, բանսարկություն էր անում։ Նպատակը, որ Հոբին վնասի եւ աստվածպաշտությունից գցի։ Հայտնության գրքում երբ որ կարդում ենք, թե Աստված ինչպես իր ամենամեծ հրեշտակապետին երկնքից դուրս վռնդեց, նետեց ցած եւ այդ ժամանակ դարձավ Սատանա, հետեւյալ բնորոշումն է տրված։ Եկեք կարդանք Հայտնություն 12-րդ գլուխ 7-ից 11 համարներ։ Երկնքի մեջ պատերազմ ծագեցավ, Միքայել եւ իր հրեշտակները Վիշապի հետ պատերազմեցան։ Վիշապն էլ իր հրեշտակներով պատերազմեցավ, բայց չկրցան դեմ կենալ, երկնքի մեջ ալտեղ չգտնվեցավ անոնց, ուստի վար ձգվեցավ մեծ վիշապը, ով է Սատանան։
Այն առաջվան օծը, որ բանսարկու եւ սատանա կկոչվի, որ բոլոր աշխարհը մոլորեցրեց, ու մարդիկ չեն հասկանում։ Իր հրեշտակներն էլ իր հետ վարձ ձգվեցան երկրի վրա։ Եվ մեծ ձայնը լսեցի երկնքի մեջ, որ կսեր. հիմա եղավ մեր Աստծո փրկությունն ու զորությունը եւ թագավորությունը եւ անոր օծյալին իշխանությունը վասնզի մեր ուշադրություն եղբայրների դեմ չար խոսողը ցած նետվեց, որ անոնց դեմ չարախոսություն կներ մեր Աստծո առջև ցորեկ ու գիշեր։ Ցորեկ ու գիշեր եղբայրների դեմ չարախոսություն անողը։ Մի անձնավորություն, ում անունը սատանա է։ Նա կոչվում է ստախոս եւ ստության հայրը, խաբեբա, բանսարկու, խառնակիչ, չարախոսությամբ միմյանց դեմ գրգռող, կռվեցնող, ուրեմն եղբայրների դեմ կռվեցնող մեկը ով է, որ Աստծո դեմ պիղծ է նախ եւ առաջ, դա ինքը սատանան է։ Եթե խորությամբ մենք քննում ենք, տեսնում ենք աղբյուրը որտեղից է գալիս։ Մենք տեսնում ենք երևույթը, բայց վարագույրի ետևում իրական հեղինակին ճանաչենք։ Նրա անունը սատանա է։ Ինչ որ անում է, ամենայն նենգությամբ է անում։ Խաբեության հոգին է, ստության հայրն է։ Արմատը հենց գալիս է այդտեղից։ Եվ սուտը ու խաբեությունը նրա գլխավոր զենքերն են, որով մարդկությանը խաբել է եւ աշխարհը տակնու վրա է անում։ Այսքան հակամարտություններ, կռիվներ, պատերազմներ, խռովություններ, ազգամիջյան թշնամանք, ատելություն, ով է ներգործում? Սատանան ինքը հրահրում է, ազգի դեմ է հանում, մարդկանց երկու անձնավորության, ովքեր որ ասենք խաղաղ սիրով իրար հետ ապրում են, հարցեր, հարաբերություններ, անհասկացողություններ, ի վերջո նաև կռիվներ կարող է հանել։ Եվ քանի որ գիտենք ադամական մարդը սատանայի տիրապետության տակ է, նրա կամքն է կատարում, իմանալով կամ չիմանալով, ուղղակի կամ անուղղակի, տեսնում ենք այն, ինչ որ աշխարհում կա։ Թեև սատանան հեղինակն է այդ գաղափարների, բայց մարդը երբեք չի արդարացվում իր արարքների համար։ Մարդը ինքը պատասխանատու է, որտեղ մարդու մեջ ազատ կամք կա, նա կարող է այդ խորհուրդները գործադրության դնել կամ չդնել։ Ուրեմն մարդը իր արարքների համար պատասխանատու է։ Սատանան նույն գործիքակազմը զենքը նաև գործածում է Աստծո ժողովրդի դեմ եւ իր համար կարևոր գործակից է ադամական հին բնությունը։ Մարդու եսը սատանայի գործակալն է։ Միգուցե ոմանք կարող են զարմանալ, տարակուսել, թե հավատացյալի հետ ինչպես կարող է այդպիսի բաներ տեղի ունենալ, որտեղ մենք Տիրոջն ենք պատկանում։ Մի փոքր բացատրական։ Հիսուս ասաց, ես ամեն բան նոր կանեմ։ Ոմանց հասկացողությունը սա է, որ Հիսուս երբ որ նոր արեց, հին բնությունը մարդու միջից գնաց, ամեն բան նոր է, ինքը կատարյալ դարձավ, այլևս մեղ չի գործում։ Սա խաբեություն է։ Սա հոգևոր կարճատեսություն է։ Սա ինքը իր անձը չճանաչել է նշանակում։ Հիսուս ասաց ամեն բան նոր կանեմ, այսինքն մեզ տվեց նոր միտք, նոր ճանապարհ, չէ՞, նոր երկ մեր շուրթերին, նոր բնություն եկավ մեր մեջ, Աստծո բնությունը Սուրբ Հոգիով։ Նեղ ճանապարհի վրա դրվեցինք, որ նոր ճանապարհը կոչվեց, որ դեպի երկինք է տանում։ Սակայն մեր հին բնությունը մեր մեջ պիտի մնա միջև գերեզման։ Եվ հին եւ նոր բնության միջև շարունակական բախումներ կան, շարունակական պայքար կա։ Աստծուն պատկանելը չի երաշխավորում, there is no guarantee, որ հին բնությունը մարդկային չի կարող
դառնալ սատանային որպես գործակալ։ Տեր Հիսուսի զգուշացում է իր աշակերտներին, եկեք քննենք, իր աշակերտներին ասել է, թե նաև մեզ է ասում։ Կարդանք Ղուկաս 22-րդ գլուխ 31-ից 34 համարները։ Տերը ասավ. Սիմոն, Սիմոն, ով է Սիմոնը? Պետրոսը։ Ահա սատանան ձեզ փնտրեց, որ ցորենի պես խարբալի։ Այս բառին քիչ հետո կանդրադառնանք։ Բայց ես քեզի համար աղոթ կրի, որպեսի քո հավատքը չպակսի, եւ դուն, երբ դարձի գաս, քո եղբայրներդ էլ հաստատես։ Իսկ Պետրոս սավանոր. Տեր, ես պատրաստ եմ քեզ այդ բանդ երթալու ալ, մեռնելու ալ։ Բայց Հիսուս անոր ասավ. Պետրոս, քեզի կսեմ, թե այսօր հավը դեռ չխոսած, դու 3 անգամ պիտի ինձ ուրանաս, ասելով թե զիս չես ճանչնար։ Տեսնում ենք, մի շարք պարագաներում Պետրոս առաքյալը շատ ինքնավստահ էր։ Ուրիշ մեկը չէ, բայց ինքը տարբեր է։ Հետևյալ խոստովանությունը, նաև այդ խոսակցությունը, եկեք կարդանք Մատթեոս 16-րդ գլխում 21-ից 23 համարները։ Դրանից հետո Հիսուս իր աշակերտներին ցույց տվեց, թե պետք է, որ ինքը Երուսաղեմ երթա եւ շատ չարչանակներ կրե ծերերեն, քանապետներեն եւ դպիրներեն եւ սպանվի ու 3-րդ օրը հարություն առնի։ Պետրոս մեկդի առավ զանիկա ու սկսավ հանդիմանել Հիսուսին եւ ասել. Քավլիցի Տեր, այդ բանը քեզ լինի։ Ինքը դառնալով Պետրոսին ասավ. Ետիս գնաս սատանա։ Ինձ գայթակղություն ես դու, վասնզի Աստծո բաները չես մտածում, հապա մարդու բաները։ Մի վարքյան, եթե քննենք, Պետրոս առաքյալի ասացի մեջ մարդկային սկզբունքներով ոչ մի սխալ բան չկա։ Վարդապետը ասում է, ես պիտի քանապետների ձեռք ընկնեմ, ինձ պիտի չարչարեն, սպանեն, եւ ինքը իր համերաշխությունը, իր նվիրվածությունն է ուզում ցույց տալ. Տեր, քավլիցի, այդ բանը թույլ չենք տա, որ քեզ հետ կատարվի։ Բայց իր մտածածը մարդկային մտածողություն էր, որովհետև Հիսուս ասում է, պիտի սպանվեմ եւ 3-րդ օրը հարություն առնեմ, ինքը չի հասկանում, որ Տեր Հիսուս անպայմանորեն այդ հարությունը պիտի առնի, որպեսզի մարդկանց փրկության միջոց լինի։ Պողոս առաքյալն էլ եկեղեցու համար շատ մտահոգ էր, Աստված իրեն լեցուն իմաստություններ տվել։ Կարող ենք ասել չափից շատ իմաստություն։ Այն աշճանի, որ ինքը նաև Եփեսոսի եկեղեցում քննում էր իրավիճակը, նաև տեսնում էր գալիք իրադրությունները։ Կարդանք Գործք առաքելոց 20 26-ից 31 համարները։ Ուստի այսօր կիմացնեմ ձեզի, թե ես անպարտ եմ ամենիդ արյունից։ Այսինքն բոլորիդ Աստծո խոսքը խոսել եմ։ Ձեզանից է կախված, կընդունեք, թե ոչ։ Վասնզի ետ չկեցա Աստծո բոլոր կամքը ձեզ հայտնել է։ Ուրեմն զգուշացեք ձեր անձերին եւ բոլոր հոտին էլ, սա եկեղեցու առաջնորդներին է ասում, որը վրա Սուրբ Հոգին ձեզ տեսուչ դրավ Աստծո եկեղեցին հովվելու, որ Աստված իր արյունով ստացավ, ով է այդ Աստվածը, Տեր Հիսուս Քրիստոս։ Քանզի գիտեմ, թե իմ զատվել ես ետքը, ձեր մեջ հափշտակող գայլեր պիտի մտնեն, որոնք պիտի չխնայեն հոտին։ Եվ ձեզ մել այնպիսի մարդիկ պիտի ելեն, որոնք ծուռ բաներ պիտի խոսին, աշակերտները իրենց ետևից քաշելու համար։ Ուստի արթուն կեցեք եւ մտքերնիդ բերեք, թե 3 տարի գիշեր ու ցորեք չդադարեցի ամեն մեկը արցունքով խրատել է, որպեսզի հաստատվեն, եւ ինքը տեսնում էր այդ վտանգը, որ իր այնտեղից դուրս գալուց հետո այս բաները պիտի տեղի ունենան։ Նույն եկեղեցում վարդապետական տարակարծությունները սատանան կարող է գործածել հոգևոր եղբայրներին
կռվեցնելու գժտություններ առաջացնելու համար։ Միջանկյալ ասեմ, մեր եկեղեցում Սուրբ գրքով հաստատված միակարծիք հավատալիքներ կան։ Եվ նաև միամիտք, նույն մտքի լինելու, որի համար Աստծուն բյուր փառք։ Բազմաթիվ խոցելի տեղեր ուներ Կորինթոսի եկեղեցին։ Պողոս առաքյալը մեկ առ մեկ մեջտեղ հանեց, որպեսզի օրինակ լինի դարեր հետո եկեղեցիներին։ Եվ այդ բանը մենք կարդում ենք Կորինթացիների առաջին նամակ, առաջի գլուխ 10-ից 13 համարներում։ Ձեզ կաղաչեմ, եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ միևնույն խոսքը ունենաք, որ երկպառակտություններ չլան ձեր մեջ, հապա դուք մեկ մտքի եւ մեկ խորհրդի վրա հաստատ լինեք։ Վասնզի ձեզ համար ինձի լուր հասավ, եղբայրներ, քղվետ ունեն եղողներին, թե ձեր մեջ հակառակություններ կան։ Հիմա այս կսեմ ձեզի, որպես թե ձեզ մեկը կսե ես Պողոսյանն եմ, մյուսը ես Ապողոսյանը, ուրիշը թե ես Կեփասյանը, մյուսն էլ թե ես Քրիստոսյանը, միթե Քրիստոս բաժանված է։ Միթե Պողոս խաչի ելավ ձեզ համար, կամ Պողոսի անունով մկրտվեցիք։ Այսինքն այդ բաժանումների հեղինակը Սատանան է եւ մարդիկ այդ ազդեցության տակ ընկնելով խմբավորումներ են առաջացրել։ Պողոսի կողմը, Ապողոսի, Կեփասի կողմը։ Անշուշտ դա Սատանայի ուզած ամենալավագույն վիճակն է, որ եկեղեցին միաբան չլինի։ Եթե եկեղեցում խմբավորում առաջացավ, ուրեմն այն կազմակերպիչ լիդեր ունի, առաջնորդ, որ վստահաբար հպարտացած մի անձնավորություն պիտի լինի։ Եվ Սատանան կգործածի բաժանելու համար։ Եփեսոսի եկեղեցին ձեզ օրինակ կարդացինք, ասում է ձեր միջից էլ մարդիկ պիտի ելեն, որ իրենց ետևից մարդկանց պիտի քաշեն տանեն։ Այսինքն եկեղեցու միաբանությունը խաթարելու միջոց է սա։ Ոմանց իր հետևից քաշում է, սկսում են միաբանել մեկ մարդու գաղափարների շուրջը, հետևաբար ինչ պիտի անեն, բանսարկություններ, չէ՞։ Եթե բանսարկություն անում են, ուրեմն ինչ են, բանսարկու են, չէ՞։ Սատանան ծրագիր ունի, ինքը ունի, պատրաստ է տալու ամենուրեք, միայն թե այդ ծրագրին հետևեն, եւ դրան հետևում է գաղտի գողի հանդիպումներ, թաքուն, չէ՞, խոսակցություններ առանձին եւ խոսակցություններ, որ ասենք ձեռքի ափով փակում է, որ ուրիշները չլսեն։ Այդ խոսակցությունները չլսեն եւ երբ որ մեկը հարցնի ինչ ես այդպես փակված խոսում ուրիշների հետ, հո չի ասելու քանդելու համար է։ Ասում է սոխ է կերել, որպեսի մարդկանց չխանգարեր, մեկին խոսում է։ Ուրեմն ում հետ միաբանել ես, նա ոչինչ, թող սոխի հոտը ինքը վայելի։ Սա ձեզ մի հատ սցենար եմ ասում, նման բաներ կարող են լինել։ Ուրեմն հավատացյալները զգոն արթուն պիտի լինեն այդպիսիներին բացահայտելու համար։ Ընդհանրապես բամբասանքը ում է յուրահատուկ։ Քույրեր, խոստովանեք։ Ընդհանրապես կանանց, չէ՞։ Բայց Աստված հեռու տանի բամբասող տղամարդկանցից։ Մոտարապես 4 կիլոմետր հեռու գնանք։ Ամենամեծ խայտառակությունը դա է, երբ որ տղամարդիկ բամբասում են։ Պետրոս առաքյալի առաջին նամակ 5-րդ գլուխ 8 համար։ Արթուն կեցեք, հսկեցեք, վասնզի ձեր հակառակորդը Սատանան մռնչող առյուծի պես, ինչ առյուծ։ Առյուծի պես, բայց ինքը ինչ է։ Բորենի է, պտտվում է եւ փնտրում է, թե ում կուլ տա։ Այսինքն իր ուրկանի մեջ գցի, գործակից դարձնի։ Սատանան շատ լավ գիտի, որ նա, ով որ վերստին ծնունդ ունի, նրա վրա առնելիք չունի, որտեղ մեր կյանքերը երկնքում Քրիստոսի մեջ պահված են, բայց կարող է հոգևոր կյանք խաթարել, եկեղեցու ընթացք խաթարել։ Սատանայի ամբողջ գործը դրա մեջ է։ Եվ ասում է, նրա դեմ կեցեք,
հավատքով։ Երկու համար էլ կարդանք Հռոմեացիների նամակից 16-րդ գլուխ 17-18 համարները։ Կաղաչեմ ձեզ եղբայրներ, որ ճանաչեք նրանց, որ ձեր սովորած վարդապետությունից դուրս բաժանում կառաջացնեն ու գայթակղություններ կնեն, անոնց մե ետ կեցեք, վասնզի այնպիսիները մեր Տեր Հիսուս Քրիստոսին չեն ծառայում, հապա իրենց որովայնին, այսինքն իրենց դիտավորությունները, սրտի շարժառիթները տարբեր է, անուշ խոսքերով, գովեստներով, պարզամիտների սրտերը կխաբեն։ Այլ կերպ ասած, այդպիսիները իրենց անձի վրա են մարդկանց համարումը բերում, ոչ թե Քրիստոսի վրա։ Մեր նպատակը որը պիտի լինի, Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին եւ այդ հավատքը գործադրության մեջ դնողին։ Մարդը տկարություններով պաշարված է, մարդը կարող է ընկնել, գայթակղության պատճառ լինել, բայց այդպիսիները Քրիստոսի փառքը չեն փնտրում, այլ իրենց փառքը, դրա համար Տերը ասում է զգուշացում ձեզ, որպեսզի այդպիսիներին մերժեք։ Անհատական գետնի վրա կարող են վիճաբանություններ ծագել, եւ եթե խոհեմաբար երկու կողմերն էլ զիջումներ չանեն, այդ բանը կարող է խորանալ, ամեն մեկի կողմնակիցներ էլ առաջանան եւ ահավասիկ սատանայի ուզած սցենարը արդեն սկսվեց եւ բորբոքումներ միմյանց մեջ, հնարավոր է նաեւ վիճաբանությունների եւ վիրավորանքների հասնի։ Տեր Հիսուս ինչ բառ գործածեց Պետրոսին ասելու, խարբալել, ինչ է նշանակում այս բառը, to sift անգլերենով, S-I-F-T, просеивать ռուսերենով, նշանակում է մաղել, մաղել է նշանակում, մեկ ուրիշ բացատրություն տակն ու վրա անել, եւ երրորդ բացատրությունը մաշել, սատանան միջև քոքը մաշացնում է, չէ՞։ Որպեսզի սատանայի ծրագրերը խափանվեն, Տեր Հիսուս հավատքի դաշտում եղբայրների միջև ծագած խնդիրները լուծելու օրինակներ տվեց։ Մեկ անգամ եւս աստղանիշ ենք դնում ու նորից բացատրություն ենք տալիս, որ մեր եկեղեցուց դուրս մարդիկ երբ որ լսեն, ամբողջ աշխարհում մենք ասում ենք, այս եկեղեցու մեջ, եղբայրների մեջ խնդիր չկա, ոչ էլ քույրերի փառք Տիրոջը դրա համար։ Կարող ենք ամեն ասել։ Ուրեմն դրա համար Հիսուս սահմանեց ինչ կարգապահական նորմեր։ Եվ ովքեր այդ կարգապահական նորմերը խախտում են, նաև դրան համապատասխան պատիժներ։ Կարդանք Մատթեոս 18-րդ գլուխը 15-ից 17 համարները։ Եթե քու եղբայրդ քեզի դեմ մեղան չէ, մեղք է գործել։ Գնա հանդիմանե զանիկա։ Հանդիմանել ինչ է նշանակում, մատը թափտած վրան եւ ասես սարի ստեղտես ինչ է։ Չէ, հանդիմանել նշանակում է եղածը քննարկման դիր։ Եվ դու եւ նա մենակ եք։ Եթե քեզ մտիկն է նախ եւ առաջ, շահեցար քու եղբայրդ։ Բայց եթե մտիկ չնե քեզ հետ ուրիշ մեկ կամ երկու հոգու էլ առ, որպեսզի երկու կամ երեք վկաների բերանով ամեն բան հաստատվի։ Այսինքն մեկը բացայտորեն մեղք է գործել եւ բոլորովին զղջում չունի, չի ուզում ապաշխարի այդ վիճակից, խոստովանություն անի, եթե անոնց էլ մտիկ չնե, եկեղեցունս է, իսկ եթե եկեղեցին էլ մտիկ չնե, հեթանոսի կամ մաքսավորի պես թող ըլլա ձեզի։ Այսինքն մի հարաբերվեք այնոր հետ, նաև Աստծո խոսքը ասում է նշանակեցեք եւ մի հարաբերեք, միջև գնա, ուրեմն խոնարհվի եւ ապաշխարի այդ վիճակից։ Զգուշացումների շարքից եւս մեկը Տեր Հիսուս պատահականորեն չէր, որ պատմեց
ցորենի եւ որոմի առակը, ցորենը ներկայացնում է վերստին ծնունդ ունեցող հավատացյալը եւ որոմը, որ ցորենի շատ նման է, վերստին ծնունդ չունի, կարող է լինել մտքի հավատացյալ, սիրտը չփոխված, եւ այս համատեքստում պիտի հասկանանք հետեւյալ գրությունը։ Եբրայեցիս 12:15 Զգուշացեք, չլինի, որ մեկը Աստծո շնորհքից ետ մնա։ Աստծո շնորհքը ի՞նչն է։ Նախ անձ է, Քրիստոսն է, եւ հետո այն ձրի փրկությունը, որ Տերը մեզ բերել է։ Աստծո շնորհքից ետ մնալ նշանակում է կամ այդ շնորհքին չի հասել, կամ այդ շնորհքը ընդունել է, սակայն բացարձակ ձևով հին բնության ազդեցության տակ է գործում։ Այսինքն արած գործերը, խորհուրդները, ամեն բան երկրավոր են եւ ոչ սուրբ գրային սկզբունքների։ Չլինի, որ ասում է, դառնության արմատ վեր ելնելով ձեզ նեղի եւ նրանով շատերը պղծվեն։ Այդ դառնության արմատը կարող է վարակիչ լինել։ Root of bitterness, դառնություն, հենց միայն դառնությունը չէ, նաև արմատը, որտեղից այդ ամեն դառնությունը գալիս է։ Սա ինչ կարող է լինել, ինչ բացատրություն պիտի տանք սրա վրա։ Սխալ ոչ սուրբ գրային վարդապետություն, մարդկային գաղափարներ, աշխարհիկ վարք ու բարք, մեղքի պղծալի ընթացք։ Սատանան կարող է այսպիսիներին գործածել եւ եկեղեցին իր հաստատուն ընթացքից գցել։ Ուրեմն կոչ Եբրայեցիս 12:14 Խաղաղության յետևից եղեք ամենքի հետ եւ սրբության, առանց որի մեկը Աստծուն չի տեսնելու։ Ինչ է ձեր միտքը գալիս։ Լեռան քարոս, հա։ Մատթեոս 5-րդ գլուխ։ Երանի խաղաղարարներին, խաղաղասերներին, նրանք են, որ Աստծուն պիտի տեսնեն։ Ուրեմն խաղաղ ընթացքի համար ինչ է պետք։ Հետևյալը, անձի շահը չփնտրել, ներել դիմացինին, ինչպես Հիսուս մեզ ներեց։ Երբ մեզ ներեց, երբ որ մենք մեղքերի եւ հանցանքների մեջ մեռած ենք, այսինքն այդ մեղքերը եւ հանցանքները մեր հասակից է վեր են բարձացած, մեր ամբողջ կյանքի ընթացքում այդ մեղքերը մենք ունեցանք։ Եվ Տերը մեզ այդ ժամանակ ներեց։ Առաջ նա էր, որ մեզ սիրեց, երբ որ մենք իր հետ թշնամի ենք։ Մեր եւ Աստծու միջև մեղքի պատնեշը կար, Քրիստոս իր մարմնով, իր խաչելությամբ այդ պատնեշը քանդեց։ Եվ Աստծու հետ հարաբերվելու, Աստծուն մոտենալու հնարավորությունը ունեցանք։ Հիմա մենք համարձակությամբ երկնային գահը մտնելու, երկնային սրբանը մտնելու համարձակություն ունենք, այն նոր ու կենդանի ճամփով, որ մեզ բացեց խաչի միջոցով Տեր Հիսուս Քրիստոս։ Մեր աղոթներով մենք կարող ենք երկնային սրբանը մտնել եւ Տիրոջ առջև ներկանալ։ Եվ այս ամենը, այսինքն ներել դիմացինին, անձի շահը չփնտրել, այս ամենը իր լրումին կհասնեն, երբ որ մենք փնտրենք Քրիստոսի շահը։ Քրիստոսի շահը, Աստվածայինը փնտրենք։ Պողոս առաքյալի օրինակը մեզ ասում է, ինչ որ ինձ համար շահ էր, այն Քրիստոսի համար վնաս համարեցի։ Պողոս առաքյալը այդ տարածաշրջանում հայտնի ազնվորություն էր, Գամաղիելի աշակերտներ, հին ուխտի գիտակ էր, օրինավոր փարիսեցի էր, ոչ թե կեղծավոր, եւ ինքը մեծ հեղինակություն ուներ, այնքան նախանձախնդիր էր Աստծո հանդեպ, որ Հիսուսի հետևորդներին հալածում էր, կարծելով, որ Աստծո համար բարիք է գործում, հետո խոստովանեց, ասում է, մեղավորների գլուխն եմ, որովհետև Աստծո եկեղեցին հալածեցի։
Քրիստոսի շահը։ Այդ ամեն ունեցած իր բաները, փառքը, պատիվ, ամեն բան Հիսուսի համար վնաս համարեց։ Պիտի գար Հիսուսի համար, պիտի հալածվեր, եւ տեսնում ենք իր կյանքը ինչպիսին է։ Ուրեմն սա խոնարհության միջոցով կլինի, խոնարհության վառ օրինակ։ Լավ, ինչ անել, որ եղբայրներին կռվեցնողը չկարողանա կռվեցնել։ Ամբողջ քննարկման նյութը դա էր, չէ՞։ Մենք մեր բնաբանի համարը կարդացինք, մեկը որ սերմանում է եղբայրների մեջ կռիվներ։ Նախ եւ առաջ հասկանանք հետեւյալը։ Այն ինչ որ մեզ ասվեց օրինակ, որքանով է համապատասխանում իրականությանը։ Հետևաբար, երկու կողմն էլ պիտի լսել։ Միակողմանի կողմնապահություն անելը սխալների է հանգեցնում։ Երկու կողմն էլ լսելով ճշմարիտ եւ իրական պատկերը կարողանանք ունենալ։ Եվ դրա համեմատ է, որ Տերը մեզ բազմաթիվ պատվիրաններ տվեց եւ գրված է, որ դուք Քրիստոսի միտքը ունեք։ Քրիստոսի միտքը մեր մեջ գնալով պիտի զարգանա։ Հարատև, ինչպես կարող են զարգանալ, ասենք մեկը նոր վերստին ծնունդ ունեցավ։ Աստվածային իմաստությանը սկսեց տիրապետել։ Ոչ, սա տարիների ընթացք է։ Սա հոգևոր անօթություն եւ ծառավ ունենալու հետևանքով կառուցվող մի բան է։ Այսինքն մշտապես այդ ծառավը անօթությունը պիտի ունենանք Աստծո խոսքով, գիտությամբ, իմաստությամբ լեցվելու, որ ունենանք Քրիստոսի միտքը ամբողջությամբ։ Թեև այս կյանքի մեջ այդ ամբողջությունը չպիտի ունենանք, բայց հնարավորության սահմաններում։ Աստված մեզ կանչել է մեկության, միաբանության, ոչ թե բաժանումների, ոչ թե հակառակության։ Oneness անգլերենով, մեկ լինել։ Եկեք Եփեսացիների նամակից մի քանի համարներ կարդանք, 4 գլուխ եւ առաջի 6 համարները։ Արդ կաղաչեմ ձեզի, ես էլ որ Տիրոջ համար կապված եմ, Պողոս առաքյալն է գրում եւ բանտից է գրում, որ դուք այնպես քայլեք, հետեւաբար ընթացք ունենաք, այդպես ապրեք, ինչպես կվայելեք ձեր կոչումին։ Ինչ կոչում ունենք մենք։ Աստծո որդի։ Եվ ամեն իրավիճակների մեջ մենք հիշենք, որ կանչված ենք Աստծո որդիներ լինելու, հետևաբար այս անունը բարձր պիտի պահենք, որով կանչվեցիք լման ամբողջական խոնարհությունով եւ հեզությունով, երկայնամտությամբ, շատ կարևոր մի հանգամանք, շատ երկար համբերել։ Գիտեք, մեր հին բնությունը անհամբեր է, պորտկող է, չէ, վարկյանական, եթե անձին մի բան վնաս եկավ, անմիջապես, երկայնամտությամբ վարժվենք, երկար համբերելով, սիրով իրար ներողամիտ լինելով եւ ջանալով Սուրբ Հոգու միաբանությունը, որ սերտողության դասերին մենք քննեցինք, Սուրբ Հոգու մեկությունը, Սուրբ Հոգին բոլորիս մեջ նույնն է, այդ մեկությունը խաղաղության կապով կապելով, այսինքն սատանան ոտքի տեղ չունենա կռիվներ բորբոքելու համար, մեկ մարմին, մեկ հոգի, այսինքն մեկ մտածողություն, սա ասել չէ, որ մենք տարբեր աշխարհայացքներ չունենանք, բայց աստվածայինի վերաբերյալ մենք նույն մտածողությունը պիտի ունենանք, ինչ որ գրված է։ Ձեր կոչումին մեկ հույսով, Տերը մեկ է, մենք մեկ Աստծո ենք պաշտում եւ որ 3 անձնավորություններ են, հավատքը մեկ է, մկրտությունը մեկ է, մեկ մկրտություն, բոլորս Քրիստոսի մեջ Սուրբ Հոգով մկրտվեցինք, սա իրողություն է, երբ որ ապաշխարեցինք, այդ օրը դա տեղի ունեցավ, նաեւ ճշգրիտ Սուրբ գրային ջրի մկրտություն, այլ կերպ ասած, մանկա մկրտությունը Սուրբ գրային չէ, որևէ օրինակ չկա, որևէ պատվիրան չկա,
Սուրբ գրքի սկզբունքը հետևյալն է. հավատա, հետո մկրտվի եւ այդ մկրտության ժամանակ քո վկայությունդ բեր, քո դավանությունդ բեր, որ Հիսուսը Տեր է, որ Հիսուսը փրկիչ է։ Ուրեմն ջանալով Սուրբ Հոգու մեկությունը խաղաղության կապով կապել եւ սա շատ կարեւոր մի բան է։ Այս կարդացածները մենք հուզական, էմոցիոնալ դաշտի վրա չպիտի վերցնենք, այլ գիտակցաբար, որ այն մեր գիտակցության մեջ արմատանա, embedded in our conscience, մեր գիտակցության մեջ, այլապես զգացմունքները հաճախ շոկի նման ցնդում եւ գնում են, բայց գիտակցությունը արմատավորվում է, Աստծո խոսքը մեր մտքերի եւ մեր սրտերի մեջ պիտի արմատավորվի եւ սա շատ կարեւոր է։ Միաբանության մեկ օկտավետ օրինակով ավարտենք այսօրվա մեր նյութը, նաեւ այս 5 քարոզախոսությունների շարքը նորից լսեցեք, համարակալված է 1-ից մինչև 5-րդը հաջորդականությամբ, որպեսզի ամբողջ պատկերը ունենանք։ Սաղմոս 133-ի առաջի 3 համարները, որի վրա հիմնված նաև երկեցողություն ունեցանք այսօրվա մեր առաջի 3-ներ տան։ Ընդամենը 3 համար է, բայց շատ կարևոր պատգամ մեզ բոլորիս համար։ Ահա որչափ բարի եւ որչափ վայելուչ է, երբ եղբայրները, այս ինչ կողմնապահություն է, բա քույրերը, կան քույրերը սրա մեջ, անպայմանորեն, որտեղ որ եղբայրներ նշվում է, այնտեղ նաև պիտի հասկանանք քույրեր, եթե մասնահատուկ եղբայրներին չի պատգամը, որքան բարի եւ որքան վայելուչ է, երբ եղբայրները եւ քույրերը իրար հետ միաբանությամբ, մեկությամբ բնակին, այն ազնիվ յուղի պես է, որ գլխի վրայից մորուքի վրա, Ահարոնի մորուքի վրա վազեց ու միջև անոր զգեստների ծայրերը իջավ։ Սա այն սուրբ յուղներ, որ գործածում են։ Սիոնի լեռներու վրա իջած Հերմոնի շաղի պես է։ Վասնզի Տերը հոն հաստատեց օրհնությունը, որտեղ միաբանության մեջ եւ կյանքը միջև հավիտյան։ Այսինքն պիտի գա մի օր, երբ որ այս աշխարհի երևույթը պիտի անցնի, Տեր Հիսուս Քրիստոս երկրորդ անգամ պիտի հայտնվի եւ երկնային կոչունքից հետո Աստծո ժողովուրդը երկրի վրա պիտի գա աստվածապետական հազարամյա թագավորություն հաստատելու եւ դրա մեջ մեր բաժինն ու մասնակցությունը ունենալու համար։ Եվ ինչ անենք, Տիրոջը խնդրենք, որ մեզ շնորհք տա եւ իմաստություն տա այս 5 քարոզախոսությունների ընթացքում, ինչ որ քննեցինք, որ ինչ բան, որ Աստծո առջև պիղծ է, Աստծո առջև զզվելի է, ատելի է, մենք էլ այդ կերպ վարվենք։ Այսինքն նկարագրված բոլոր բաներն էլ մեղքի հետ կապված են եւ մեղքի բազմաթիվ տարատեսակներ, որոնց մասիվ բազմաթիվ անգամներ խոսել ենք։ Տերը թող շնորհք տա, որ մեր միաբանությունը Քրիստոսով մեր մեկությունը ավելի ամրակուր լինի եւ այսպես մենք շարունակենք մեր ընթացքը մինչեւ Տեր Հիսուսի երկրորդ հրաշափառ գալուստը։ Տեր Հիսուս թող օրհնի իր խոսքը եւ ձեզանից ամեն մեկին, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի։ Ամեն։ Որքան գեղեցիկ ու բարի է
Sornia, para voras, pasiro, mană, mă